Ողջույն, այսօր կխոսենք գորգագործության եւ ոլորտում առկա խնդիրների մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Արցախ կարպետ ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, պատմական Հայաստանի գորգագործության կենտրոնների շարքում արցախյան գորգերը իրենց տեղն են ունեցել ուրույն, բայց ո՞րն է արցախյան գորգի առանձնահատկությունը։ Սկզբից ասեմ, որ արցախյան գորգը հենց հայկական գորգն է։ Սա ասենք ու առաջ գնանք, որ որևէ տարբերություն չկա, արցախյան գորգը հայկական գորգն է, ուղղակի պատմական Հայաստանը այնքան հարուստ է մշակութային առումով եւ հատկապես գորգագործության առումով, որ պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջաններում ռեգիոնալ զարգացում է ապրել գորգագործությունը, Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, Սյունիք Արցախ եւ այլն, եւ արցախյան դպրոցը դուք ճիշտ եք նկատում, հայկական գորգագործության մեջ շատ կարեւոր ավանդ ունեցող դպրոց է եւ ինչպես որ հայկական լեռնաշխարհի կամ պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջաններ բնականաբար իրենց տարածաշրջանից ելնելով ունեն իրենց առանձնահատկությունները գունային, նախշային եւ այլն, այնպես էլ Արցախի տարածաշրջանի գորգերը իրենց յուրահատկություններ ունեն, որոնցով եւ մասնագետները տարբերում են գորգերը։ Այսինքն Վան Վասպուրականի տարածաշրջանի գորգերը միանշանակ տարբերվում են Արևելյան Հայաստանի կամ Սյունիք Արցախի գորգերը տարբերվում են իրանցից։ Այսինքն Սյունիք Արցախը տարբերվում է մյուս տարածաշրջանի գորգերից, հիմնականում պայմանավորված ռեգիոնալ առանձնահատկություններով, թե չէ ընդհանուր առումով նույնն է, նույն դպրոցն է, նույն տեխնիկան է։ Պետք է նշել, որ հայկական գորգերը աշխարհում տարբերվում են նաև մի քանի բաղադրիչներով։ Մեկը գործելու տեխնիկան է, հայկական գորգերը գործվում են կրկնակի հանգույցի տեխնիկայով, այսօր նաև աշխարհում համարժեք է հայկական հանգույցը, կրկնակի հանգույցը նաև հոմանիշ է հայկական հանգույցին, այդպես են ասում, եւ երկրորդ ամենակարևոր առանձնահատկությունը, ես խոսում եմ հիմա ոչ միայն արցախյան գորգերից, այլ հայկական գորգերից եւ դրա մեջ նաև անշուշտ Արցախի գորգերից։ Հաջորդ կարևոր եւ ինձ համար թերևս հիմնական տարբերությունը իմաստաբանական տարբերությունն է։ Խորհրդաբանական նշանակություն հայկական գորգերը ունեն խորհրդաբանություն, ունեն հզոր սիմվոլիկա, ասել թե նշանակություն եւ իմաստ ունեն, եւ հենց դրանով են, որ հայկական գորգերը միանշանակ տարբերվում են աշխարհի մյուս տարածաշրջանային գորգերից։ Այսինքն մեզ համար գորգը զուտ կիրառական իր չի եղել։ Միայն ինչ-որ դեկորատիվ կամ կիրառական իր չի եղել եւ ինչ-որ կենցաղում անհրաժեշտ որևէ տար չի եղել։ Հայկական գորգը հզոր սիմվոլիկա պարունակող նաեւ երբեմն նաեւ ծիսապաշտամունքային երևույթ է եղել հայկական գորգը եւ այս առումով միանշանակ դրիվ կարելի է առանձնացնել հայկական գորգերը աշխարհի մյուս գորգերից։ Սա չեմ ասում որպես հայ, որ մերն է լավն է եւ այլն, այսինքն սա ուսումնասիրության հետևանք է։ Կան նախշազարդեր, որ բնորոշ են միայն արցախյան գորգերին։ Արցախի վիշապագորգերն են, ես ուզում եմ արցախյան գորգերի մեջ առանձնացնել հատկապես Արցախի վիշապագորգերը, սրանք ուզում եմ ես դասել հայկական գորգի պատմության մեջ, հայկական գորգարվեստի պատմության մեջ շատ լուրջ ձեռք բերում, երբ որ ընդհանրապես հիշատակվում են հենց Արցախն է հիշատակվում այս վիշապագորգերի հայրենիքը եւ արցախյան վիշապագորգերի միանշանակ ես կառանձնացնեի մյուս գորգերից իրենց համբավով նաեւ ամբողջ աշխարհում եք որտեղ այս վիշապագորգերը տարածում են գտել հիմնականում իրենց տարածման եւ ոսկեդարը եղել է 17-րդ դարը այդ ժամանակաշրջանից սկսած ծաղկում են ապրել հատկապես այդ արցախյան դասական վիշապագորգերի ստեղծումը եւ նաեւ տարածումը ամբողջ աշխարհում եք իհարկե շատ հրաշալի գորգեր կան այդտեղ ջրաբերդը արծվագորգերը թագ գորգերը, իշխանատունը եւ այլն, բայց ես կընդգծեի այս ամենի մեջ հատկապես արցախյան վիշապագորգերը։ Միշտ գորգը տան համար են հիմնականում գործել, չէ՞, եւ կարծեմ արցախցիների մոտ նաեւ մի ավանդույթ է եղել, որ գորգը տնից հանելը համարել են դժբախտություն։ Կա նման բան։ Բազմաթիվ ավանդույթներ կան ձեռագործ գորգերի հետ կապված։ Եվ հայ գորգերը հայոց մշակույթի մեջ գորգերը գործվել են տարբեր նպատակներով։ Կային ընտանեկան գորգեր եւ միանշանակ եւ դրանք սերունդեսերունդ փոխանցվում էին։ Գորգեր կան, որոնք այո,
ընտանեկան գորգ է, դա գործվել է այդ ընտանիքի կողմից, այդ ընտանիքի կանանց աղջիկների կողմից եւ պետք է պահպանվեր այդ տանը եւ փոխանցվեր, սերնդեսերունդ փոխանցվեր եւ այո, լավ բան չէ նշանակում այդ գորգի հանումը տնից։ Եվ իհարկե գորգեր գործվել են վաճառքի համար, գորգեր գործել են եկեղեցիների համար, գորգեր գործել են տարբեր ծեսերի համար, տարբեր միջոցառումների համար, սովես սկալեր բաժանումաններ եւ այո դուք հիմա խոսում եք ընտանեկան ժառանգության մասին, այո, դա շատ տարածված են եղել եւ այստեղ հարցը միայն գորգերի մասին չի։ Կիրառական արվեստի այլ տեսակներից, նույնը կարելի ասել նաեւ ասեղնագործ սփռոցների, խուրջիների, գորգերի, սփռոցների, ասեղնագործ սփռոցների, որոնք որ շատ տարածված են եղել Հայաստանում եւ հատկապես Արցախում, ելի դրանք սերնդեսերունդ ժառանգելու ավանդույթ է եղել։ Ինչը պատճառ դարձավ, որ որոշեցիք ստեղծել Արցախ կարպետ ընկերությունը։ Մենք սկզբից խոսեցինք Արցախում հայկական գորգագործության պատմության եւ ավանդույթների մասին։ Հիրավի Արցախը համարվում է հզոր դպրոց գորգագործության համար եւ բնական ձևով գորգագործությունը սերնդեսերունդ փոխանցվող ժառանգող երևույթ է եղել։ Արցախում գրեթե շատ շրջաններում, շատ գյուղերում կանանց մեծամասնություն տիրապետում էր այս արհեստին։ Եվ այդպես տատիկները իրանց աղջիկներին, հարսներին, այսպես ու դարերով ժառանգվում էր գորգագործությունը, որտեղ դա նախ եւ առանց դա շատ հարգի երևույթ էր։ Նշենք, որ կիրառական ձեռարվեստը, գորգագործությունը, ասեղնագործությունը, ժանեկագործությունը շատ ազնվական երևույթ էր համարվում Արցախում, այսինքն դա իշխանական տոհմերի կանանց աշխատանքն էր։ Հա եւ մեր պատմագրության մեջ շատ հիշատակություններ կան եւ Արցախի իշխանների կանայք, իշխանների դուստրերը գործում էին գորգեր, ասեղնագործում էին սփռոցներ եւ դա համարվում էր այսպես էլիտաների զբաղմունքը, այնուհետեւ նաեւ լայն տարածում գտավ լայն հանրության մեջ եւ դա շատ հարգի, նշենք որ շատ հարգի երևույթ էր եւ այսպես լավ բան աղջիկը պետք է իմանար այդ գործը, պետք է սովորում էր եւ փոխանցում էր։ Եվ այդպես գորգագործություն հասել էր մինչև 20-րդ դար, 21-րդ դար Արցախում եւ ասեմ որ մինչև Արցախ կարպետ ընկերության հիմնումը Արցախում մինչև այս եղել են այլ ընկերություններ, ովքեր որ արտադրական մակարդակով շարունակել են զբաղվել են գորգագործությամբ եւ 2000-ականների սկզբին արդեն եղել էր մի պահ, որ արտադրական մակարդակով ընդհատվել էր գորգագործությունը։ Տնայնագործական մակարդակով երբեք չի ընդհատվել, մի շարունակել են տանը գործել գորգեր, բայց եղավ մի պահ եւ Արցախում արդյունաբերական արտադրական մակարդակով չկար, գորգագործությունը չկար եւ սա կարծում եմ մեծ մարտահրավեր էր Արցախի համար եւ 2013 թվականին նախարցախի իշխանությունների կողմից որոշում կայացվեց նպաստել որպեսզի ստեղծվեն գորգագործությամբ զբաղվող ընկերություններ, այսպես բայնպաստ դաշտ ստեղծել, ասեցին ուսումնասիրել պատճառները, որ ինչու չկան այս ընկերությունները, որոնք որ արտադրություն են կազմակերպում եւ առաջարկ եղավ 2013 թվականին Արցախի իշխանությունների որդեգրած տնտեսական քաղաքականության շրջանակներում իթիվս այլ ձեռնարկատիրական ընկերությունների մասնավորի կողմից իհարկե ստեղծվեց, հիմնվեց նաև Արցախ կարպետ ընկերությունը, որը սկսեց հավաքել են ինֆորմացիան, ավանդույթները, տեխնիկան եւ այլն, որպեսզի Արցախի տարբեր շրջաններում հիմնի արտադրություններ եւ 13 թվականին մեր առաջի արտադրությունը հիմնեցինք հենց Շուշիում, շատ սիմվոլիկ է նաև եւ կանխամտածված Շուշին, որովհետեւ Շուշին համարվում էր, մենք գիտենք Շուշի մասին, ասինքն պետք չի շատ երկար խոսել, Շուշին հայկական մշակույթի կարևոր կենտրոններից մեկն էր, բայց եւ արցախյան գորգագործության թելադրող կենտրոններից մեկն էր համարվում Շուշին։ Եվ Շուշիում հիմնադրեցինք Արցախ կարպետ ընկերությունը, մեր առաջի արտադրամասը հիմնեցինք Շուշիում, նպատակ ունենալով Արցախի բոլոր վարչատարածքային միավորներում ստեղծել արտադրամասեր, որպեսզի արտադրական մակարդակով գորգագործության շարունակականությունը ապահովենք բոլոր շրջաններում, ոչ թե լինի մի քաղաքում, այլ Արցախի բոլոր քաղաքներում, ընդհանրապես մեր նպատակը էր, որ Արցախի բոլոր քաղաքներում հիմնեինք արտադրամասեր եւ հատկապես ընդգրկեինք երիտասարդ սերնդի աղջիկներին կանանց, որովհետև ավագ սերունդը
տանը տնօրինագործական մակարդակով քիչ թե շատ էլի տիրապետում էր եւ պետք էր նոր սերնդին փոխանցել այս գիտելիքները, ապահովել գորգագործության շարունակականությունը եւ փոխանցել նոր սերնդին։ Ինչպես նաեւ այդ հազարամյա ավանդն ու մշակույթը Արցախի գորգագործության համբավը որ խլել են մեր ձեռքից, տարել են մեզնից եւ պետք էր տեր կանգնել, Արցախը պետք էր տեր կանգնել իր հազարամյա մշակույթին։ Ես կարծում եմ ամենաառաջնային նպատակը հենց դա էր Արցախ կարպետ ընկերության ստեղծման եւ կարծում եմ դրան նախորդող տարիներին Արցախ կարպետը կարծում եմ կարողացավ կատարել իր ստացած առաքելությունը եւ մենք շատ կարճ ժամանակաշրջանում, ընդամենը մի քանի տարվա մեջ Արցախում հիմնեցինք 5 գործարաններ։ Արցախի 5 վաճառական միավորներում հիմնեցինք 5 արտադրամասեր եւ եղել է ժամանակ, որ մեր ընկերությունում արդեն 200-ից ավելի գորգագործներ են աշխատում։ Սա բավականին մեծ թիվ է փոքր երկրի համար։ Պատերազմից հետո դուք կարողացաք ամեն ինչ բերել այստեղ, թե լրիվ մնաց։ Ամեն ինչ ասելով մենք բերեցինք միայն մեր գիտելիքներն ու փորձը, որովհետեւ ուրիշ բան տեղափոխել պարզապես հնարավոր չէր։ 20 թվականի պատերազմը մենք արդեն նշեցի, որ 5 արտադրամասեր ունենք 5 տարբեր շրջաններում եւ գիտեք այն մարդիկ ովքեր որ պատկերացնում են թե ինչ է նշանակում գորգագործարան, դրանք մեծ ու ծանր հաստոսներ են, մի ամբողջ արտադրական շղթա է եւ դա մի քանի օրում կամ մի քանի ժամում տեղափոխել պարզապես անհնար է, հատկապես որ 20 թվականին մենք կորցրել ենք շրջաններ Արցախում եւ բնականաբար այդ շրջանները կորցրել ենք այն ամեն ինչը որ կա այդ շրջանում, այսինքն նպաստավոր պայման չկար որևէ բան տեղափոխելու։ Հարցը միայն Արցախ կարպետ ընկերության մասին չէ, այլ ընդհանրապես ամբողջ նյութական եւ ոչ նյութական հարստության մասին է խոսքը, որովհետեւ երբ որ պատերազմական բուրըն գործողությունների հետևանքով դու կորցնում ես որևէ շրջան, հնարավոր չէ այդ շրջանից որևէ բան փրկել, որովհետեւ եթե որևէ մեկը պատկերացներ 20 թվականի պատերազմի ընթացքում, որ հանգուցալուծումը լինելու են այն օրինակ, որ մենք գործնելու ենք Շուշին, հա, սա այսօր մի խելագար արկածախնդրություն էր թվում, որովհետև Շուշին համարում էր ամենաանառիկ բերդերից մեկը Արցախի եւ եթե օրինակ ինչ որևէ շրջանի հետ կապված որևէ բան կարող էր պատկերացնել, չնայած ես որևէ բան չեմ պատկերացրել, ապա Շուշիի դեպքում ուղղակի դա մի աներևակայալի բան էր։ Մեր ամենակայացած եւ լուրջ արտադրամասներից մեկը հենց Շուշիում է եւ այսինքն մենք ընկան այդ շրջանները եւ ընկան ամեն ինչ այդ շրջաններում։ Դրա համար որևէ բան անել այլևս հնարավոր չէ։ Պատերազմից հետո 20 թվականի պատերազմից հետո Արցախի այն շրջանները, որը պահպանվել էր, Արցախի հանրապետությունից այն շրջանները, որը պահպանվել էր, մենք շարունակեցինք մեր գործունեությունը։ Միայն Ստեփանակերտում եւ Ճարտարում երկու քաղաքներում շարունակեց ընկերությունների գործունեությունը եւ իր գործունեությունը Ստեփանակերտում շարունակեց միջև նույնիսկ շրջափակման կեսերը մոտավորապես, այսինքն նույնիսկ շրջափակման ժամանակաշրջանում ընկերությունը աշխատում էր, աշխատեց այնքան, ինչքան որ ի վիճակի էր, ինչքան որ հերիքում էր հումքը եւ այն անհրաժեշտ նյութերը, որոնք որ մենք պայստավորել ենք եւ կար ընկերությունում։ Իհարկե որոշ նյութեր մենք Երևանից էինք ուղարկում եւ արդեն փակ ճանապարհը թույլ չէր տալիս արտադրական որոշ process-ներ իրականացնել եւ արդեն շրջափակումից մի քանի ամիս անց արդեն դադարեց ընկերության գործունեությունը եւ իր գործունեությունը վերսկսեց Երևանում տեղանությունից հետո։ Որևէ բան փրկել նյութական տեխնիկական առումով հնարավոր չէ։ Փրկվեց այդ ավանդույթը, այդ գիտելիքը եւ այդ գիտելիքը կրող մարդիկ, ովքեր որ այստեղ նորից միավորվել են եւ փորձում են շարունակում են իրենց գործունեությունը եւ փորձում են ավելի կայացնել։ Աշխատողների առումով կարողացաք բոլորին տեղավորել կրկին աշխատանքի եւ նույն զբաղվածությունը ապահովել։ Դա ամենամեծ խնդիրն է, որ առաջացավ մեզ համար։ Նախ ցավով ուզում եմ նշել, որ պատերազմի ժամանակ մենք նաեւ ֆիզիկական մարդկային կորուստ ունեցանք, զոհվեց մեր ընկերության լավագույն աշխատակիցներից մեկը եւ Արսեն Մարտիրոսյան, ինչպես նաեւ ընկերության այլ աշխատակիցներ իրենց ընտանիքում զոհեր, վիրավորներ, կորուստներ ունեցան, ընդհանրապես նախ դժվար էր պատերազմից հետո նորից, այսպես ոտքի կանգնել եւ շարունակել գործունեությունը, իսկ տեղահանությունը արդեն վերջին հարվածն էր, որ եղավ Արցախին եւ ընդհանրապես այդ ամենից հետո
անձամբ ինձ համար շատ սկզբունքային էր ամեն գնով շարունակել Արցախկարպետ ընկերության գործունեությունը։ Սա արդեն պայմանավորված չէր ոչ տրամադրությամբ, ոչ ստեղծված իրավիճակով, արդեն ավելի շուտ ստեղծված իրավիճակով չտրվեցինք այդ այն ալիքին, որ կար, եւ այսպես շատ կարևոր սկզբունքային որոշում է, որ ամեն գնով պետք է շարունակել Արցախկարպետ ընկերության գործունեությունը, Արցախկարպետ ընկերության մի քանի անգամ արդյոք ասել եմ, Արցախկարպետ ընկերության թելը չպետք է կտրվեր, պետք է շարունակենք Արցախկարպետ ընկերության թելը եւ փառքացում ինչ որ շարունակում ենք գործել, բայց երբ որ Երևանում հիմնեցինք մեր ընկերությունը եւ շարունակեցինք գործունեություն, հասկացանք, որ ամեն օր բախվում ենք նոր խնդիրների։ Իթիվս այլ տեխնիկական եւ այլ կազմակերպչական հարցերի ամենալուրջ հարցը մարկային ռեսուրսի վերակազմավորման, վերամիավորման հարցն էր, որովհետեւ տեղանությունից հետո մեր ընկերության աշխատակիցները եւ ընդհանրապես Արցախայությունը Հայաստանի Հանրապետություն եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում մարդիկ միգուցե ոչ սիրուն բառ եմ ասում, տեղավորվեցին այնպես ինչպես որ կարողացան, ասենք ինչպես ով ինչ հնարավորություն ուներ։ Մեկ ինչ-որ բարեկամ, ծանոթ, խնամի, ընկեր եւ այլ, մեկ ինչ-որ, ասինքն մեկը ինչ-որ սոցիալական ծրագրով եւ այլն եւ նույնիսկ ընտանիքները բաժանվեցին։ Մեր ընկերության հարյուրավոր աշխատակիցներ ծրվեցին Հայաստանի Հանրապետությունով մեկը հաստատվեց Մեղրիում, մեկը Գորիսում, մեկը Գյումրիում, մեկը Վանաձորում, մեկը Դիլիջանում, մեկը Երևանում, մեկը Ծաղկաձորում, ով որտեղ կարող էր։ Ցավոք սրտի որոշները լքեցին երկիրը, ասինքն դա նրանց լավագույն որոշումը չէր, ուղղակի ինչ-որ մեկը օրինակ Ռուսաստանի Հանրապետություն բարեկամ ուներ, մեկը Վրաստանում բարեկամ ուներ, ասինքն գնացին իրենց բարեկամների, քույր եղբայրների մոտ եւ այլն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ մնացին, շարունակեցին նրան Հայաստանի Հանրապետություն, բայց աշխարհագրական առումով սփռված էին, դա մեծ խնդիր առաջացրեց մեզ համար մեզ արտադրական կազմակերպչական հարցերում։ Մեր ընկերության լավագույն վարպետները, տեխնոլոգները ծրվել են մարզերով մեկ եւ ընկերությունը շարունակեց իր գործունեությունը հատկապես այն մարդկանց հիման վրա, ովքեր որ բնակություն են հաստատել Երևանում կամ Երևանամերձ բնակավայրերում եւ մաչել իրենց համար ամեն օր հասնել արտադրամաս, գնալ տուն, որտեղ մեր ընկերության գործունեությունը Երևան քաղաքում այմա։ Եվ այս խնդիրը միջև այսօր կան։ Ասեմ, որ ամեն ամիս, գրեթե ամեն ամիս մեր ընկերության նախկին աշխատակիցները, այսպես 1 հոգի, 2 հոգի միանում են այսօր մեզ, որտեղ մեկը օրինակ ապրում էր Վանաձորում, մի քանի ամիս առաջ տեղափոխվել է Երևան եւ միացել մեր թիմին։ Ցավոք սրտի մենք այսօր հնարավորություն չունենք Երևանից դուրս այլ արտադրամասեր ունենալ եւ մեր գործունեությունը միայն այս բան սահմանափակվում է Երևան քաղաքում եւ կարող են մեզ մոտ աշխատել մեր ընկերության նախկին աշխատակիցներից միայն նրանք, ովքեր որ մոտիկ են Երևանին, կարող են ամեն օր գալ գործի եւ գնալ։ Իհարկե մենք ունենք նաեւ տնայնագործ վարպետներ։ Գյումրիում, Վանաձորում հենց այս բանը ունենք տնայնագործ վարպետներ, ովքեր որ ում մենք տրամադրել ենք հաստոցներ, գորգագործական հաստոց եւ մարդիկ շարունակում են աշխատել տնից։ Սա այն մարդկանց համար, ովքեր որ կարողանում են ինքնուրույն կազմակերպել ամբողջ process-ը։ Կա նաև այսպիսի կազմակերպչական արտադրական հարց, ոչ բոլոր գորգագործներն են կարող ամբողջ շղթային տիրապետել, որոշները տիրապետում են միայն շղթայի մեկ հատվածին եւ այդ գործն են անում ես մոտ արտադրամասում, իսկ այն մարդիկ, ովքեր որ ամբողջ փուլին տիրապետում են, իրենք նաև կարող են աշխատել օրինակ Գյումրիից, այսպես հեռավար աշխատել։ Աշխատանքների ընթացքում ես գիտեմ, որ դուք ժամանակակից տեխնոլոգիաներից չեք օգտվում։ Սա ինչով է պայմանավորված։ Նախ որովհետև հայկական գորգագործությունը, հայկական գորգագործության առանձնահատկություններից, ձեռագործ գորգագործության առանձնահատկություններից ամենահարուստ առանձնահատկություններից մեկը այն է, որ պահպանվել է հայկական հազարամյա գորգի տեխնոլոգիան, ավանդույթները, այսինքն դա է ենթադրում ձեռարվեստը։ Դասգահների հաստոցների ձևը հիմնականում պահպանված են, նույն տեխնիկայով ենք աշխատում եւ փոփոխություն մտցնել դրա մեջ նշանակում է անցնել այլ բանի, այսինքն դա արդեն չեն կարող ասել ձեռագործ գորգ։ Եթե դու չես պահպանում ես ավանդույթները, ձեռքի մշակույթը չեք պաշտպանում, ուրեմն դա արդեն ուրիշ բան է, ձեռագործ գորգ չի։ Հենց դրանով է պայմանավորված, որ մենք շարունակում ենք կարճել դրանից, որովհետև ու դա լավն է, ամենալավն է։ Իհարկե, այսօր աշխարհում կան նաև շատ մեքենայագործ գորգեր։ Ես չեմ սխալվում, Հայաստանը ժամանակին նույնիսկ ունեցել է մեքենայագործ գորգերի
գործարան, բայց դրանք ուրիշ բաներ են։ Մենք խոսում ենք լրիվ տարբեր ապրանքների մասին։ Չի կարելի երբեք համեմատել ձեռագործ գորգը մեքենայագործ գորգին։ Դրանք տարբեր բաներ են։ Եվ հենց դրանով են առանձնահատուկ ձեռագործ գորգերը ու այո, մենք այս պահին էլ ինչ-որ նոր տեխնոլոգիական նվաճումները, բանեսպես մեր կողքով են անցնում, որտեղ դա մեզ չի վերաբերվում։ Մենք շարունակում ենք հիմնվել եւ պահպանել հայկական հարուստ գորգագործական ավանդույթների վրա եւ որը հասցրել ենք մինչեւ 21-րդ դար եւ այս պահին մենք մեր վրա այդպես չեմ ուզում շատ այսպես անպագորգոր հնչի, մեր ուսերին դες փոքրիկ խնդիր ենք վերցրել այսպես մենք ենք դրանով զբաղվում, նաև մենք ենք դրանով զբաղվում, այս ավանդույթը այսպես մեր միջոցով փոխանցենք հաջորդ գալիք սերունդներին։ Ինչ խնդիրների եք բախվում։ Դե ընդհանրապես արտադրությամբ բիզնեսով զբաղմունքը նշանակում է նաև հանդիպել խնդիրների եւ դա նորմալ է, երբ որ դու հանդիպում ես խնդիրներին, պետք է կարողանալ հաղթահարել այդ խնդիրները։ Ես կառանձնացնեի երկու խնդիր, որոնք իրար հետ պայմանավորված են, կապված են իրար։ Մեկը հումքի հայթայթան, հումքի ձեռքբերման խնդիրն է եւ երկրորդը իրացման խնդիրը։ Ինչով է պայմանավորված հումքի խնդիրը։ Դուք գիտենք, որ հայկական գորգի հումքի հիմնականում դա ոչխարի բրդի թելն է։ Այսպես մի տարօրինակ բան մարդիկ կարող են մտածել դա ինչ խնդիր է, որովհետև Հայաստանում այնքան մարդիկ են զբաղվում ոչխարաբույսությամբ եւ չգիտեմ հավանաբար թիվ կլինի մեր էկոնոմիկայում զբաղվող մարդկանց մոտ թե քանի հազար գլխականակ ունենք ոչխար կլինի Հայաստանում։ Սակայն չկա բրդի վերամշակման եւ թելի արտադրություն Հայաստանում։ Ամենամեծ խնդիրը է սա։ Եվ իհարկե մեզնից բացի նաև այլ ընկերություններ կան, որոնք որ զբաղվում են գորգերի արտադրությամբ Հայաստանում, ամեն մեկը յուրովի փորձում է լուծել այս խնդիրը եւ ապավինում է այս փոքր էլի տնայնագործական մակարդակով հիմնականում ձեռքով մանված ճախարակով պատրաստված թելին, որովհետեւ այդ թելով են գործում, ասինքն ցավոք սրտի այսօր Հայաստանում գորգի արտադրության ծավալները այնքան փոքր են, որ Հայաստանի գրեթե բոլոր ընկերություններն կամ ոչ միայն ընկերությունները, նաև անհատ վարպետներ, անհատ մարդիկ, ովքեր որ զբաղվում են գորգագործությամբ, Հայաստանում ձեռքով արտադրվող թելը կարելի է ասել գրեթե բավարարում է արկա ծավալներին, հենց էսա պատճառը երևի հավանաբար ամենամեծ պատճառը այն է, որ Հայաստանում չի ստեղծվում թելի արտադրություն, ես կարծում եմ, բայց անհրաժեշտ մի բան է, բայց նաև հասկանում, ասինքն ամեն ինչ հաշվարկի հարց է, թելի, որովհետև պատկերացնենք այսօր Հայաստանում կա թելի գործարան եւ Հայաստանի այդ թելի գործարան եթե մի քանի օր աշխատի, մի քանի օրվա թողարկած արտադրանքը կբավարարի Հայաստանի բոլոր գորգով զբաղվող մարդկանց, ընկերությունների մեկ ամսվա պահանջը կբավարարի, այսինքն մյուս մասը ինչ պիտի անի այդ մարդը, այսինքն այս դեպքում պետք է արդեն այլ շուկաներ գտնել, արտահանում անը եւ այլ, այսինքն ամեն ինչքան հեշտ չէ։ Այսինքն արկա ծավալներն են եւ արկա շուկայում հայկական գորգի արկա պահանջարկն է թելադրում հումքի արգայությունը։ Ես կարծում հենց էսա հիմնական պատճառը, որ այսօր չկա Հայաստանում գորգի, Հայաստանում գիտեմ, որ այլ թելի արտադրություն կա ոնց որ եթե չեմ սխալվում, բայց գորգի համար պիտանի անհրաժեշտ թելի արտադրություն չկա եւ սա իսկապես մեծ խնդիր է, դրա համար մենք ամեն մեկը մի ձև հայտարարում այս խնդիրը։ Իսկ եթե մենք գիտեք կա շատ հեշտ տարբերակ, որին մենք մեր ընկերությունը գոնե շատ սկզբունքորեն հրաժարվում է դրանից։ Գիտեք ո՞րն է հեշտ տարբերակը։ Ուղղակի ներմուծել գորգի համար բրդյա թել, որտեղ մեր տարածաշրջանային երկրները մեզ մոտիկ մի քանի երկրներ ունեն արտադրություն։ Մեզ համար սկզբունքային հարց է, որովհետև գիտեք Արցախ կարպետ ընկերությունը իր ստեղծման առաջի օրվանից մինչև այժմ ամբողջությամբ ապահովել է հայկական արտադրությունը, որովհետև ինձ համար դա է նշանակում, երբ որ ասում եք սա տեղական է, սա հայկական արտադրանք է, ինձ համար շատ կարևոր էր հումքից միջև պրոդուկտի վերջնական տեսքը ապահովել Հայաստանում եւ հայկական հումքով։ Հատկապես ձեռագործ արտադրության մեջ ինձ համար շատ կարևոր է։ Միգուցե օրինակ տեքստիլ արտոնաբերության մեջ կամ այլ արտադրության մեջ դա պարզապես հնարավոր չէ եւ նորմալ է, որ դու ոչ հայկական հումքից ես օգտվում, բայց հայկական ավանդական գորգի արտադրության մեջ մեզ համար մենք թիմով որոշում կայացրեցինք, որ այս ամբողջ արժեշղթայի բոլոր փուլերը ապահովում ենք հայկականով։ Եվ այսօր մենք մեր ընկերությունը առնվազն կարող այսպես գլուխը բարձր հայտարարի, որ մեր ընկերությունը արտադրում է բացառապես միայն հայկական արտադրանք։
որտեղ ես այդպես եմ անցնում հայկական արտադրանքը։ Եթե մենք օրինակ Իրանից կամ Թուրքիայից բերենք բրդյա թել եւ արտադրենք հայկական գորգ, դա չի ստացվի հայկական գորգ։ Իհարկե նախշերը կլինի հայկական, դիզայնը կլինի հայկական, մեզ համար մեր ընկերության համար շատ սկզբունքային է սկզբից մինչև վերջ ապահովել հայկականությունը, տեղական արտադրանքը եւ դրա համար մենք այսօր նաեւ շատ խնդիրների ենք բախվում, այսպես ամեն ամիս փառք Աստծո այսօր փոքր-ինչ լուծել ենք այս հարցը, համագործակցում ենք շատ տնօրինագործների հետ, ովքեր որ ձեռքով ճախարակով թել են մանում եւ մատակարարում են Արցախ-Կարպետ ընկերությանը։ Իհարկե նաեւ վերջերս նաեւ գիտեմ, որ Հայաստանում ինչ-որ լավ ինչ-որ նախաձեռնություն կա, Armwool է կոչվում, ովքեր որ փորձում են արդեն փոքրիկ արտադրությունը եւ թելի, բրդյա թելի ստեղծման մշակման գործով են զբաղվում։ Մոտապագայում ես նաեւ հույս ունեմ, որ իրենցից կարող ենք արդեն ձեռք բերել եւ իսկապես ամբողջ արժեշախտան ապահովել հայկականությամբ։ Դա մեր ընկերության համար շատ կարեւոր եւ սկզբունքային։ Որքանով տեղյակ եմ, Հայաստանում ժամանակին հատուկ ոչխարներ են բուծել եւ երկարամազ ոչխարներ եւ ստացել են ողորկ ու փայլուն թել հետագայում։ Հիմա այդ ոչխարներով ենք շարունակում գործունեությունը։ Դուք բավականին տեղեկացված եք հայկական գորգարվեստի նաեւ թեմաներից, նաեւ արտադրական կազմակերպչական հարցերից։ Դա եղել է խորհրդային տարիներին։ Խորհրդային տարիներին, քանի որ որոշում կար հստակ հայկական գորգի արտադրությամբ եւ մենք իսկապես հրաշալի հայկական գորգերի արտադրություն ունենք Երևանում, Հայաստանում հայ գորգ է կոչվում, ցավոք սրտի այն ժամանակ, քանի որ Արցախը ադրբեջանական ԽՍՀ կազմում էր, բայց նաեւ այդ շղթայով նաեւ Արցախում կար գորգագործությունը, այն ժամանակ Հայաստանում, քանի որ շատ կարևոր էր հումքի հարցը լուծելը, որտեղ հայկական գորգերը միշտ փալել են նաև իրենց որակական առանձնահատկություններով։ Լավ պրոդուկտ ստանալ համար պետք է լավ հումք ունենաս։ Այն ժամանակ խնդիր եղավ Հայաստանում բուծել ստանալ լավ ոչխարի ցեղատեսակներ եւ կարողացան խորհրդային Հայաստանում այդ հարցը լուծել եւ այսպես ստեղծվեց եւ առանձնացվեց երկու տեսակի ոչխար։ Մեկը բալբաս է կոչվում, մեկը մերինոս այդ հայտնի մերինո տեսակի դրան նմանը փորձեցին ստանալ, դրա հայկական տարբերակը փորձեցին ստանալ եւ կարծում եմ ստացան եւ այդ երկու ցեղատեսակները, որոնք նաեւ լավ մսատու են եւ լավ բրդատու էին, ասինքն լավ այսպես փափուկ եւ երկարամազ բրդատու ոչխարի տեսակներ են, որով եւ ապահովվեց հայ գորգի թելի հարց լուծվեց այդպես ու այսօր նաև ու գիտեք այդ ժամանակ շատ նաև կարևոր է որ այդ ցեղատեսակները չխառնվեին այլ ցեղատեսակների հետ տեղական ինչպես պատահական որևէ ցեղատեսակի հետ չխառնվեր որովհետև որպեսզի իր որակական հատկությունները չկորցներ եւ տասնամյակներ շարունակ օրինակ նույն բալբասը եւ մերինոսը առանձնաբար այսպես առանձին ֆերմաներով բուծում էին պահում էին եւ շատ այսպես հղկված թել են բուրդ էին ստանում որ նաև այսպես շատ լավ որակի թել էր տալիս։ Խորհրդային միության փլուզումից հետո գիտենք ինչ եղավ եւ այս ամբողջ ճգնաժամը եղավ տնտեսության մեջ եւ բնականաբար այդ համակարգը չպահպանվեց։ Այսօր իհարկե Հայաստանի Հանրապետությունում կան շրջաններում կան եւ բալբաս տեսակի եւ մերինոս տեսակի ոչխարներ, որոնք սակայն խառնված են այլ սորտերի, այլ ցեղատեսակների հետ եւ սա խնդիր է առաջացնում։ Այսինքն գիտեք այսօր ֆերմերների համար միգուցե էֆեկտիվ չի այդպես առանձին պայմաններ ստեղծել եւ օրինակ միայն բալբաս տեսակը այնպես պահել որ չխառնվի այդ ցեղատեսակների հետ որովհետեւ դրանով մոտիվացված չի հայ ֆերմերը մոտիվացված չի որովհետեւ ինքը չի աշխատում բրդի համար ինքը աշխատում է մսի համար եւ այս առումով իհարկե դուժում է թելի որակն է դուժում դրա համար ասեմ բայց Արցախ-Կարպետը իր նպատակների մեջ իր հերական նպատակների մեջ աստված առաջ մենք այդպիսի նպատակ ունենք որ ժամանակի ընթացքում մենք մեր ընկերության ապագան այդպես ենք տեսնում որ պետք է իր առանձին ֆերման ունենա եւ բուծի հենց այն ցեղատեսակը եւ որպեսզի ստանաք լավագույն որակի թեր ստանաք, որը կապահովի Արցախ-Կարպետ ընկերության գործունեությունը։ Շատ ընկերություններ կոչ էին անում անգամ կառավարությանը, որ արգելի ոչխարի բուրդը այրելը։ Այսինքն գյուղացիները դա վաճառելու փոխարեն այրում են, ճիշտ եմ հասկանում։ Այո, այսօր ես էլ գիտեմ դեպքեր, երբ որ ֆերմերները, գյուղացիները ոչխարի բուրդ պարզապես վառում են, որտեղ դուք պատկերացնում եք ոչխարի բուրդը դարձել է գլխացավանք մարդկանց համար։
ժամանակին որ դա եկամտի աղբյուր է, հիմա գխացավանք է, որովհետև պահանջակ չկա, մարդիկ չգիտեն ինչ անեն այդ բուրդը, բայց դա միայն խուսափելի բան է, չէ՞, ոչխարը պետք է խուզես։ Ոչխարը խուզում են եւ մարդիկ ովքեր օրինակ պատկերացրեք մեկը 1000 ոչխար ապահում, 3000 ոչխար ապահում եւ պետք է անպայման տարվա մեջ առնվազն մեկ անգամ պետք է խուզել այդ ոչխարները եւ այդ գիտեք տոննաների մատերիալ առաջանում դրանից։ Եթե դա հետո պրոդուկտ չի դառնում, ապա դա դառնում է բեռ եւ բեռադառնում այդ մարդու համար, բեռադառնում համայնքի համար, բեռադառնում բնության համար։ Հասկանում եք, եթե դա չի իրացում, իր ձևը չի փոխում, այլ պրոդուկտ չի դառնում, դա վտանգավոր է արդեն։ Եվ իսկապես սա արդեն տասնամյակներով այս հարցը չի լուծվում ու հուսանք որ մի օր այս խնդիրը կլուծվի, բայց այսօր ցավոք սեր Հայաստանում այս հարցը լուծված չի։ Երևի տեղյակ չեն, որ գնորդը կա։ Գիտեք, գնորդը կա, բայց նաև պետք է անկեղծ լինենք եւ խոստովանենք, որ այսօր Հայաստանում զբաղվող գորգով զբաղվող ընկերությունները բոլորը համատեղ չեն կարող սպառել այն ծավալի բուրդը, որ այսօր առնվազն 1 տարվա ընթացքում ստեղծվում է Հայաստանում։ Այսպիսի խնդիր կա, դրա համար պետք է ինչ-որ լինի արտադրամասեր, ինչ-որ կենտրոնացված կամ օրինակ շղթայական արտադրություններ, որոնք որ պետք է մթերեն, վերցնեն այդ բուրդը եւ դրանից ստանան տարբեր թելեր եւ ոչ միայն գորգի համար, որտեղ բրդյա թելը աշխարհում հոմիան գորգի համար չի օգտագործվում, ասինքն հրաշալի բաներ կարելի անել, չէ՞ դրանից պետք է զբաղվել սրանով։ Դուք կարողանում եք գորգերը արտահանել, ոչ միայն գորգերը, կարծեմ նաև կարպետներ ունեք եւ այլն։ Այո, Արցախ կարպետ ընկերությունը այսօր զբաղվում է ձեռագործ գորգերի եւ կարպետների արտադրությամբ եւ առից օկտոբերով ասեմ, որ ոչ միայն գորգերի ու կարպերի արտադրությամբ 23 թվականից հետո հատկապես, երբ որ մենք վերակազմավորվեցինք Հայաստանի Հանրապետությունում եւ գորգի արտադրության ծավալը շատ փոքր էր համեմատած Արցախում մեր գործունեության տարիներին, եւ մենք կոմպենսացնելու համար որոշեցինք այլ ուղղություններ եւս մտցնել Արցախ կարպետ ընկերության գործունեության մեջ, սկսեցինք նաեւ տեքստիլ ուղղությունը, այժմ մեր ընկերությունը արտադրում է նաեւ հագուստ, աքսեսուարներ, չգիտեմ, օրինակ շարֆեր, պայուսակներ, զարդեր եւ այլը, հիմքում ունենալով հայկական նախշը, որովհետեւ գորգի հիմքում էլ հայկական նախշն է։ Եվ մենք այսօր հայկական նախշը եւ հատկապես հայկական գորգանախշը դարձրել ենք զարդ, դարձրել ենք հագուստ, դարձրել ենք օրինակ շարֆ, աքսեսուար, չգիտեմ, որպեսզի ավելի հանրահրճակենք եւ նաեւ տեսականի ունենք, որովհետեւ մարդիկ կան, որ մարդկա օրինակ շատ է սիրում դա, բայց գորգ արդեն ունի եւ ուզում է հայկական զարդը, հայկական նախշը ունենա այլ տեսքով։ Դրա համար մենք սկսեցինք նաև այլ ուղղություններ մտցնել մեր ընկերության մեջ եւ ընդհանուր առմամբ որպես այդպես մեծ արտահանում չունենք, հատկապես մեր ընկերության արտադրության ծավալների կրճատման ֆոնին մեծ այդպես արտահանում չունենք, բայց այո, դրսից պատվերներ ունենք։ Մենք ունենք on-line հարթակ, on-line կայք, որ պարբերաբար պատվերներ ենք ստանում դրսից, աշխարհի տարբեր երկրներից։ Իհարկե հիմնականում Սփյուռքից է այդ պատվերները, Սփյուռքահայերի կողմից։ Ուրախ եմ, որ Արցախ կարպետը սիրված ընկերություն է հայության շրջանում, ոչ միայն Հայաստանի Հանրապետության շրջաններում, այլ նաև Սփյուռքահայության մեջ, եւ մենք ժամանակաժամանակ պատվերներ ենք ստանում, եւ հենց այս պահին օրինակ պատվեր ենք անում։ Հենց այս գորգին գործում պատվեր ենք անում։ Այսինքն, եթե դիտարկենք, որ Սփյուռքից կամ արտերկրից ստացած պատվերը, on-line պատվերը արտահանում համարվում, ուրեմն այո, ունենք արտահանում։ Նոր նախշազարդեր ստեղծվում են։ Այո, ստեղծվում են նոր նախշազարդեր, ուզում ասել բավականին քիչ եւ դանդաղ տեմպերով։ Նայեք, հայկական գորգարվեստը այնքան հարուստ է, միգուցե շատ եմ կրկնում, շատ եմ ասում, ասին շատ հարուստ է եւ այսպես անսահման մեծ շտեմարան ունենք հայկական նախշերի, զարդեր, զարդարվեստի, գորգարվեստի, շատ մեծ շտեմարան ունենք եւ դեռ այս արդեն շուտով 15 տարին կլինի, որ մենք զբաղվում ենք գորգագործությամբ, որը կա Արցախ կարպետ ընկերությունը եւ այս տարիների ընթացքում մենք դեռևս այս շտեմարանի այնքան փոքր հատվածից ենք օգտվել, որովհետեւ հազարամյակների պատմություն է հայկական գորգագործությունը եւ մենք այսպես անհակ ծարավով փորձում ենք անընդհատ վերարտադրել, ստեղծել այն հին հայկականը, որը կար եւ որը այսօր ցավոք սրտի չկա եւ այն գիտակցությունից ելնելով, որ վախենում ենք, որ կարողա չհասցնենք, անենք, չկորցնենք, ասինքն նախ եւ առաջ մենք մեզ համար խնդիր ենք դրել վերականգնել այդ մեր հինը, որովհետեւ դա այնքան
այնքան ֆանտաստիկ է, այնքան սիրուն է, այնքան լավն է, որ ափսոս է, երբ որ դա կա, դու հիմա մտածես մի նոր բանի մասին։ Նախ եւ առաջ պետք է ապահովես դրա պահպանությունը եւ շարունակականությունը, այնուհետեւ ստեղծես մի նոր բան։ Իհարկե, մենք սրա զուգահեռ այսօր մեր նկարիչ դիզայներներ նաեւ իրենց արժեվ նաեւ խնդիր կա դրված փորձեր ստեղծել նորը, բայց պարտադիր հենվելով մերի վրա։ Որտեղ ինչ-որ պատահական ուղակի ինչ-որ բանից կտրված ինչ-որ մի բան անելը նո առնվազն մեր ծրագրերի մեջ չկա, որովհետև մենք ունենք հրաշալի ժառանգություն մշակութային, որ փորձում ենք պես նոր շունչ տալ վերակենդանացնել դա եւ հիմնվելով դրա վրա ստեղծել նորը, որ կարծում եմ ինչքանով էլ լավ ստացվում է ուզում, բայց այո անում ենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ այս սառիթի համար, այս հնարավորության համար ձեզ նույնպես շնորհակալ եմ։ Մենք զրուցում էինք Արցախ Կարպետ ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանի հետ։